Ձեր աստղագուշակությունը հենց այստեղ։ Խոյ։ Այսօրը ձեզանից կպահանջի առավելագույն կենտրոնացում եւ ներքին կարգապահություն։ Թեև առաջ եկող խնդիրները կարող են չթվալ ճակատագրական կամ կենսական նշանակություն ունեցող, դրանց լուծումը ձեզնից կխլի բավական մեծ ժամանակ եւ էներգիա։ Կարևոր է չտրվել շտապողականությանը եւ չփորձել ամեն ինչ անել միաժամանակ։ Դա միայն կավելացնի լարվածությունը։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել շփումները եւ զերծ մնալ ավելորդ խոսակցություններից։ Շրջապատում հնչող կարծիքները կամ խոստումները կարող են իրականությանը չհամապատասխանել, իսկ որոշ մարդիկ ակամա մոլորեցնել ձեզ։ Լավագույն տարբերակը կլինի ինքնուրույն կողմնորոշվելը եւ որոշումները կայացնելը, հիմնվելով սեփական փորձի ու տրամաբանության վրա։ Հնարավոր է ներքին անհանգստություն կամ լարվածություն, որը կարտահայտվի սուր արձագանքներով եւ անհամբերությամբ։ Փորձեք վերահսկել զգացմունքները, քանի որ այսօր ցանկացած հապճեպ քայլ կամ կտրուկ խոսք կարող է հետագայում բարդ իրավիճակ ստեղծել։ Հատկապես զգուշացեք աշխատանքային կամ ֆինանսական հարցերում, չմտածված քայլերը կարող են վնասել ձեր դիրքերին։ Օրվա երկրորդ կեսին զգալի կլինի հոգնածության կուտակումը։ Այդ պահին մեծ է վտանգը գործել զգացմունքների ազդեցության տակ եւ սխալ որոշումներ ընդունել։ Օգուտ կտա կարճատև հանգիստը, լռությունը կամ մենակ մնալը, մտքերը դասավորելու համար։ Ընդհանուր առմամբ այսօրը խոյերի համար փորձություն է ինքնակառավարման եւ ներքին ուժի տեսանկյունից։ Եթե կարողանաք պահպանել սառնասրտությունը, չտրվել արտաքին ազդակներին եւ գործել չափված ու մտածված, ապա օրը կանցնի առանց լուրջ կորուստների եւ նույնիսկ կդառնա կարևոր փորձ ձեր համար։ Ցուլ։ Այսօրը ձեզ կարող է դնել ոչ այնքան սովորական հոգեվիճակի մեջ։ Կարող եք զգալ ներքին անհանգստություն կամ թեթև լարվածություն, որի պատճառը առաջին հայացքից պարզ չի լինի։ Շատ հավանական է, որ անցյալում մնացած իրավիճակները կամ չավարտված խոստումները կրկին հիշեցնեն իրենց մասին, ստիպելով վերանայել որոշ որոշումներ կամ վերաբերմունքներ։ Օրվա ընթացքում ձեզ համար կարևոր կլինի լսել սեփական ներքին ձայնը։ Ինտուիցիան այսօր կաշխատի առավել սուր, քան սովորաբար, եւ ճիշտ ուղղություն կհուշի նույնիսկ ամենաբարդ պահերին։ Մի անտեսեք ձեր զգացողությունները, հատկապես եթե ստիպված եք ընտրություն կատարել կամ արձագանքել շրջապատի պահանջներին։ Մտերիմները կամ հարազատները կարող են ակնկալել ձեր մասնակցությունն այն գործերում, որոնք ձեզ առանձնապես հաճելի չեն։ Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դուք ներքուստ մեղքի կամ պարտավորության զգացում եք ունենում։ Փորձեք հստակ սահմաններ գծել եւ չծանրաբեռնվել այն ամենով, ինչը ձեզ ուժասպառ է անում։ Օրվա երկրորդ կեսին զգացվելու է ֆիզիկական եւ հոգեկան հոգնածություն։ Այդ պահին կարող են առաջանալ ծանր մտքեր կամ հոռետեսական տրամադրություն։ Լավ կլինի ժամանակ հատկացնել հանգստին, լռությանը կամ ձեզ հաճելի միջավայրում գտնվելուն։ Անհրաժեշտ է վերականգնել ներքին հավասարակշռությունը եւ թույլ տալ ձեզ մի փոքր դադար։ Ընդհանուր առմամբ այսօրը ցուլերի համար ինքնամտածողության եւ ներքին կարգավորման շրջան է։ Եթե կարողանաք չտրվել անցյալի ծանրությանը եւ չթողնել, որ ուրիշների սպասումները գերակշռեն ձեր կարիքներին, օրը կարող է դառնալ օգտակար եւ նույնիսկ ազատագրող։ Երկվորյակներ։ Այսօրը ձեզ համար կանցնի ներքին փոփոխությունների եւ մտավոր ակտիվության ներքո։ Ձեր տրամադրությունը կարող է հաճախ փոխվել։ Մի պահ կզգաք վստահություն եւ պատրաստակամություն առաջ շարժվելու, իսկ հաջորդ պահին կսկսեք կասկածել ձեր իսկ որոշումներին։ Սա լիովին բնական է, քանի որ այսօր դուք հակված եք խորապես վերլուծելու ամեն բան, հատկապես վերջին իրադարձությունները եւ ձեր մասնակցությունը դրանցում։ Օրվա ընթացքում կարող եք հանգարցակի վերադառնալ այն հարցերին, որոնք նախկինում անտեսել կամ հետաձգել եք։ Այդ վերաիմաստավորումը կարող է օգտակար լինել, եթե փորձեք իրավիճակին նայել ոչ թե զգացմունքային, այլ ավելի սառը ու կառուցողական տեսանկյունից։ Ճիշտ մոտեցման դեպքում այսօր հնարավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք երկար ժամանակ փակուղի էին թվում։ Շփումների առումով օրը միանշանակ չէ։ Մի կողմից դուք կարող եք հեշտությամբ արտահայտել ձեր մտքերը եւ համոզիչ խոսել։ Մյուս կողմից չափազանց սուր կամ քննադատական արտահայտությունները կարող են լարվածություն առաջացնել մտերիմների հետ։ Հատկապես զգուշացեք երեկոյան ժամերին։ Նույնիսկ աննշան դիտողությունը կամ մանր դետալը կարող է ձեզ դուրս բերել հավասարակշռությունից։ Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի շեղվել առօրյայից եւ ժամանակ հատկացնել ձեզ հաճելի զբաղմունքներին։ Սիրելի հոբբին, ստեղծագործական գործունեությունը կամ պարզապես մենակ անցկացրած խաղաղ ժամանակը կօգնեն վերականգնել ներքին ներդաշնակությունը։ Մի փորձեք ամեն ինչ վերահսկել։ Այսօր կարևոր է թույլ տալ, որ որոշ բաներ զարգանան իրենց ընթացքով։
Ընդհանուր առմամբ օրը հարմար է ինքնաճանաչման, ներքին վերլուծության եւ հոգեբանական հավասարակշռությունը վերականգնելու համար։ Եթե կարողանաք խուսափել ավելորդ ինքնակնդատությունից եւ շրջապատի խոսքերին չափազանց մեծ նշանակություն չտաք, օրը կարող է ձեզ համար դառնալ օգտակար ու իմաստավոր։ Խեցգետին Այսօրը կարող է սկսվել թեթև ծանրությամբ կամ ներքին անորոշությամբ։ Առավոտյան զգացմունքներն առավել խոցելի կլինեն եւ նույնիսկ փոքր մանրուքները կարող են չափազանց կարեւոր թվալ։ Կուտակված հոգսերը կարող են ճնշող ազդեցություն ունենալ, ինչի հետևանքով դժվար կլինի կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա։ Չարժե ձեզանից անմիջապես մեծ արդյունքներ պահանջել կամ փորձել արագ լուծել բոլոր խնդիրները։ Օրվա հաջող ընթացքը կախված կլինի նրանից, թե որքան համբերատար եւ զգուշորեն կմոտենաք յուրաքանչյուր քայլին։ Լավ կլինի լսել փորձառու մարդկանց խորհուրդները, հատկապես ավագ սերնդի հարազատների, քանի որ նրանց դիտարկումները կարող են օգնել խուսափել սխալներից։ Օրվա ընթացքում կուժեղանա անկախության եւ ներքին ազատության պահանջը։ Որոշ խեցգետիններ կհասկանան, որ որոշ կապեր կամ պարտավորություններ այլևս չեն ծառայում իրենց հոգեկան հանգստությանը, սակայն կարևոր է չշտապել կտրուկ որոշումների մեջ։ Նոր հարաբերություններ կամ համագործակցություններ սկսելիս արժե լինել զգուշավոր։ Ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան կարող են թվալ առաջին տպավորությամբ։ Դրական պահերից մեկն այն է, որ շատերը կստանան իրական աջակցություն սիրելիներից, ոչ միայն խոսքով, այլև գործնական քայլերով։ Դա կարող է զգալիորեն թեթևացնել ձեր հոգեվիճակը եւ ուժ տալ շարունակելու։ Երեկոյան ժամերը լավագույնն են հանգիստ մթնոլորտի համար։ Խուսափեք վիճաբանություններից եւ լարված քննարկումներից, հատկապես զգայուն թեմաների շուրջ։ Ավելի օգտակար կլինի ժամանակ հատկացնել ձեզ հաճելի զբաղմունքներին, երաժշտությանը, ընթերցանությանը կամ պարզապես լռությանը։ Այսօրը խեցգետինների համար ավելի շատ ներքին հավասարակշռություն գտնելու, քան արտաքին հաղթանակների մասին է։ Եթե թույլ տաք ձեզ դանդաղել եւ չպայքարել հոսանքի դեմ, օրը կավարտվի ավելի խաղաղ, քան կսկսվի։ Արյուծ Այսօրը կարող է սկսվել ներքին անհանգստությամբ կամ թեթև լարվածությամբ, նույնիսկ եթե արտաքին պատճառները ակնհայտ չեն։ Ձեզ կարող է թվալ, թե էներգիան չի հերիքում նախաձեռնություն ցուցաբերելու համար, իսկ սովորական գործերը ավելի ծանր են թվում, քան իրականում։ Այդ զգացողությունը վկայում է, որ ձեզ անհրաժեշտ է միջավայրի կամ ռիթմի փոփոխություն։ Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների կամ զուգընկերոջ հետ, հատկապես սկզբունքային հարցերի շուրջ։ Յուրաքանչյուր կողմ կփորձի պաշտպանել իր դիրքորոշումը, եւ դա կարող է խանգարել ընտանեկան ներդաշնակությանը։ Սակայն վիճակը կարելի է մեղմել, եթե պատրաստ լինեք լսել ոչ միայն ձեր սեփական փաստարկները, այլև մյուսի տեսանկյունը։ Ֆիզիկական ակտիվությունը, նույնիսկ չափավոր ձևով, ինչպես զբոսանքը կամ թեթև մարզումը, կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր հոգեվիճակի վրա։ Շարժումը կօգնի ազատվել կուտակված լարվածությունից եւ վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Օրվա երկրորդ կեսին իրավիճակը աստիճանաբար կկարգավորվի։ Շատ առյուծներ կզգան, որ կարող են վերահսկել իրադարձությունները եւ ավելի հանգիստ արձագանքել շրջապատի խոսքերին։ Հնարավոր է հաճելի շփում կամ անսպասելի աջակցություն մեկի կողմից, ումից դա չէիք ակնկալում։ Սիրային հարաբերություններում օրը կարող է բերել ավելի մեծ ջերմություն եւ փոխըմբռնում, եթե չփորձեք ամեն ինչ ղեկավարել միայն ձեր ցանկություններով։ Փոքր զիջումները այսօրն ավելի մեծ արդյունք կտան, քան կտրուկ պահանջները։ Ընդհանուր առմամբ օրը առյուծի համար ինքնավերլուծության եւ ներքին վերադասավորման մասին է։ Եթե չշտապեք եւ թույլ տաք, որ իրադարձությունները զարգանան բնական ընթացքով, օրվա ավարտին զգալիորեն ավելի հանգիստ եւ հավասարակշռված կլինեք։ Կույս Այսօրը կարող է ձեզ համար սկսվել ներքին խառնվածքով եւ որոշակի շփոթությամբ։ Կթվա, թե դժվար է ճիշտ բաշխել ժամանակը, իսկ մանր խնդիրները խլում են չափազանց շատ ուշադրություն։ Դուք հակված կլինեք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք չեն ստացվում, ինչի հետևանքով կարող եք կորցնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Չարժե ձեզ վրա ավելորդ պարտավորություններ վերցնել կամ խոստումներ տալ, որոնց կատարումը կարող է ավելի ուշ լարվածություն առաջացնել։ Ավելի ճիշտ կլինի զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք, բայց չեն պահանջում մեծ ռիսկ կամ կտրուկ որոշումներ։ Տնային եւ կազմակերպչական հարցերում ձեր գործնական մոտեցումը կօգնի պահպանել կարգուկանոնը։
Օրվա ընթացքում հնարավոր են բազմաթիվ շփումներ, որոնց մի մասը կստացվի օգտակար, իսկ մյուսները պարզապես կխլեն ձեր էներգիան։ Շատ կարևոր է կարողանալ ընտրել, ում հետ եւ որքան ժամանակ եք պատրաստ շփվել։ Շրջապատի որոշ մարդիկ կարող են չգնահատել ձեր ջանքերը, ինչը ձեզ կարող է նյարդայնացնել, սակայն պետք չէ դա անձնական ընդունել։ Ուշադրություն դարձրեք մտերիմների խորհուրդներին։ Այսօր ավելի շահավետ կլինի աջակցել ուրիշների գաղափարներին, քան ամեն գնով պնդել ձեր կարծիքը։ Այդ մոտեցումը կօգնի խուսափել վեճերից եւ պահպանել խաղաղ մթնոլորտը ընտանիքում։ Երեկոյան հնարավոր է զգաք հոգնածություն կամ մտավոր ծանրաբեռնվածություն։ Լավ կլինի ժամանակ հատկացնել հանգստին, լռությանը կամ այնպիսի զբաղմունքների, որոնք օգնում են վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Այսօր է կույսերի համար ոչ այնքան արագ առաջընթացի, որքան ինքնավերլուծության եւ ներքին կարգուկանոնի վերականգնման մասին է։ Կշեռք։ Այսօրը կարող է ձեզ դնել ներքին երկմտանքի առաջ։ Մի կողմից կցանկանաք գործել եւ առաջ շարժվել, մյուս կողմից արագ կհոգնեք մանրուքներից եւ կկորցնեք ոգևորությունը։ Դուք մեծ ջանք կգործադրեք նույնիսկ ամենապարզ հարցերը լուծելու համար, ինչի պատճառով կարող եք զգալ, որ ձեր էներգիան անարդյունավետ է ծախսվում։ Աշխատանքային հարցերում ցանկալի է պահպանել չափավորություն եւ չփորձել վերահսկել ամեն բան։ Շատ իրավիճակներ կլուծվեն ինքնուրույն, առանց ձեր անմիջական մասնակցության։ Եթե թույլ տաք ձեզ մի փոքր հեռու կանգնել եւ դիտարկել ընթացքը, կխուսափեք ավելորդ լարվածությունից։ Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ներկայությունը ձեզ հոգնեցնող կամ նյարդայնացնող կթվա։ Այդպիսի շփումներից ցանկալի է հնարավորինս հեռու մնալ, քանի որ դրանք կարող են խախտել ձեր ներքին հավասարակշռությունը։ Ձեր կենսական ներուժը բարձր չէ, եւ չափազանց ակտիվ լինելը կարող է բերել արագ հոգնածության։ Անձնական հարաբերություններում խորհուրդ է տրվում չսրել իրավիճակները եւ չտրվել պահի զգացմունքներին։ Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ավելի լավ է հետաձգել քննարկումը եւ վերադառնալ դրան ավելի հանգիստ պահին։ Այսօրը հարմար է հանգստի, ինքնամեկուսացման եւ ներքին հավասարակշռության վերականգնման համար։ Երեկոն լավագույնս կանցնի, եթե ընտրեք խաղաղ միջավայր, սահմանափակեք շփումները եւ զբաղվեք այնպիսի գործերով, որոնք հաճույք են պատճառում՝ երաժշտություն, ընթերցանություն կամ պարզապես լռություն։ Կշեռքների համար այսօրը հիշեցնում է, որ երբեմն ոչ թե գործելն է կարևոր, այլ ճիշտ պահին կանգ առնելը։ Կարիճ։ Այսօրը կարող է ձեզ համար անցնել ավելի փակ եւ ներհայեցող տրամադրությամբ, քան սովորաբար։ Դուք կդառնաք զգայուն արտաքին ազդակների նկատմամբ եւ դժվարությամբ կվայելեք բազմամարդ միջավայրն ու ակտիվ շփումները։ Նույնիսկ հաճելի միջոցառումները կարող են չտալ սպասված ուրախությունը, քանի որ ձեր մտքերը զբաղված կլինեն ներքին ապրումներով եւ չլուծված հարցերով։ Դուք հակված կլինեք հեռանալ աղմուկից եւ մնալ միայնակ, փորձելով հասկանալ ձեր իրական ցանկությունները։ Դա լիովին բնական է այսօրվա համար։ Լռությունը, հանգիստ միջավայրը եւ սիրելի զբաղմունքը կօգնեն վերականգնել հոգեվոր հավասարակշռությունը եւ նվազեցնել լարվածությունը։ Շատ կարեւոր է չստիպել ձեզ մասնակցել այն շփումներին, որոնք հոգնեցնում են։ Մտերիմների հետ հարաբերություններում հնարավոր է զգաք, որ ձեզ չեն հասկանում կամ չեն կիսում ձեր տրամադրությունը, սակայն սա ժամանակավոր վիճակ է։ Լավ է բացատրել, որ այսօր պարզապես կարիք ունեք ներքին տարածքի եւ ժամանակի ինքներդ ձեզ համար։ Ընկերները եւ հարազատները ամենայն հավանականությամբ կհարգեն այդ ցանկությունը եւ կաջակցեն ձեզ։ Օրը բարենպաստ է նախկինում հետաձգված հարցերը հանգիստ վերանայելու համար։ Եթե առանց շտապելու վերադառնաք հին խնդիրներին, կկարողանաք գտնել դրանց լուծման առավել պարզ եւ արդյունավետ տարբերակներ։ Կարևոր է չտրվել մռայլ մտքերին եւ չխորանալ ինքնակնդատության մեջ։ Երեկոյան դուք աստիճանաբար կզգաք ներքին թեթևացում։ Այսօրը կարիճների համար ավելի շատ հոգեվոր վերականգնման, քան արտաքին ակտիվության մասին է։ Եթե թույլ տաք ձեզ հանգիստ լինել եւ լսել սեփական զգացումները, կկարողանաք վաղը ավելի ուժեղ ու կենտրոնացած վերադառնալ գործերին։ Աղեղնավոր։ Այսօր օրը կանցնի արագ եւ հագեցած իրադարձություններով։ Դուք կզգաք, որ ժամանակն այնպես է թռչում, որ հազիվ եք հասցնում հետևել իրադարձություններին։ Նույնիսկ փոքր հաջողությունները կարող են ձեզ ավելի շատ ուրախություն տալ, քան սովորաբար, բայց միաժամանակ դուք կարող եք հանդիպել անսպասելի խոչընդոտների, հատկապես այն ոլորտներում, որտեղ փորձված մոտեցումները այլևս չեն գործում։
Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը կամ փորձել միաժամանակ շատ բան անել, ինչը կարող է հանգեցնել փոքր սխալների կամ նյարդայնացնող իրավիճակների։ Այդ պատճառով այսօր կարևոր է առավելագույն ուշադրություն դարձնել մանրուքներին եւ ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը։ Հարաբերություններում հնարավոր է չերևացող լարվածություն նկատեք։ Կարող են ծագել տարաձայնություններ մտերիմների հետ կամ անսպասելի նկատողություններ ստանալ ընկերներից։ Միևնույն է, այդ դժվարությունները կանցնեն, եթե գտնեք ճիշտ կերպի զսպել իմպուլսիվ արձագանքները եւ լսել ուրիշների տեսակետները։ Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար, հատկապես հետաքրքիր մարդկանց հետ, որոնց հետ կարող են ձևավորվել ազդեցիկ կամ երկարատև կապեր։ Ճանապարհորդությունը կամ ընդհարցակ շփումները կարող են նոր գաղափարներ եւ ոգեշնչում բերել, ինչը կողնի ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում։ Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Եթե կենտրոնանաք սիրելի գործունեության վրա կամ տրվեք հոբիին, ձեր տրամադրությունը կբարձրանա եւ հոգեբանական ծանրությունը կթեթևանա։ Հետագայում այսօրը կզգաք որպես հնարավորություն ինքներդ ձեզ համար նոր ուղղություններ բացելու եւ փորձառություններ ստանալու համար։ Ընդհանուր առմամբ աղեղնավորները այսօր կզգան, որ նույնիսկ փոքր գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ, եւ ճիշտ վերահսկողությամբ ու խոհեմությամբ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները, ստանալ ոգեշնչում եւ պատրաստվել առաջիկա մեծ գործերին։ Այծեղջուրներ։ Այսօր այծեղջուրների օրն առանձնանում է պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ։ Դուք կհասկանաք, որ ցանկացած փոքր քայլ կամ որոշում կարող է ազդել հետագա իրադարձությունների վրա, եւ դրանով իսկ ստիպված կլինեք ավելի կենտրոնացած լինել ու առավելագույնը տալ ձեր ուժերից։ Օրվա առաջին կեսը կարող է պահանջել կազմակերպչական հմտություններ, հատկապես տան, աշխատանքային նախագծերի կամ ֆինանսական գործերի հետ կապված։ Հնարավոր է ստիպված լինեք կարգավորել նախորդ օրերի ուշացած խնդիրները կամ վերանայել ծրագրերը, որպեսզի պատկերն ամբողջական դառնա։ Այս գործընթացը կարող է հոգնեցնել, բայց միևնույն է, այն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում հասնեք կարգուկանոնի եւ արդյունավետության։ Մարդկային հարաբերություններում օրը մի փոքր բարդ կլինի։ Ընտանեկան վեճերն ու տարաձայնությունները հնարավոր են, հատկապես եթե ձեր հետաքրքրություններն ու ցանկությունները հակասում են մյուսների ակնկալիքներին։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում պահպանել համբերություն, խուսափել շտապող որոշումներից եւ համարձակ լինել փոխզիջումների հարցում, տունը եւ միջանձնային հարաբերությունները հավասարակշռված պահելու համար։ Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ է հաղորդակցման եւ հանգստի համար։ Եթե ժամանակ հատկացնեք ձեր սիրելի զբաղմունքներին կամ փոքր հանգստին, կկարողանաք վերականգնել ուժերը եւ վերադառնալ կենտրոնացած ու ստեղծարար։ Նոր ծանոթությունները նույնպես կարող են այսօր կարևոր դեր խաղալ։ Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր կոգեշնչեն կամ կբերեն նոր գաղափարներ, ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում։ Ընդհանուր առմամբ այծեղջուրները այսօր կզգան պատասխանատվության ծանրությունը, բայց ճիշտ մոտեցմամբ եւ համբերությամբ ցանկացած դժվարություն հաղթահարելի կլինի։ Օրը հարմար է երկարաժամկետ պլանների վերանայման, կազմակերպման եւ անձնական առաջընթաց ապահովելու համար։ Ջրհոս։ Այսօր ջրհոսների օրը լի է ակտիվությամբ եւ նոր հնարավորություններով։ Ձեր մտավոր էներգիան բարձր է, ուստի հեշտությամբ կարող եք կենտրոնանալ բարդ խնդիրների վրա եւ արագ գտնել ստեղծարար լուծումներ։ Օրվա սկզբին հավանական են աննշան խոչընդոտներ, փոքրիկ անախորժություններ, որոնք սակայն չեն խանգարի ձեր ընդհանուր գործելակերպին, եթե պահպանեք հուզական հավասարակշռությունը։ Օրվա ընթացքում լավ արդյունքներ կարող եք ունենալ այն հարցերում, որոնք պահանջում են թիմային աշխատանք կամ նոր մոտեցումներ։ Ձեր առաջարկներն ու գաղափարները հաճախին կգնահատվեն շրջապատի կողմից, հատկապես այն մարդկանց, ովքեր ձեզ վստահում են եւ պատրաստ են լսել նոր մտածողություն։ Մի վախեցեք ցուցաբերել նախաձեռնողականություն, ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում։ Համատեղ ժամանցային կամ սոցիալական միջոցառումներ այսօր շատ արդյունավետ կլինեն։ Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր կբերեն նոր գաղափարներ, կնպաստեն ձեր շփումներին եւ նույնիսկ նոր դարպասներ բացեն ստեղծագործական կամ աշխատանքային կյանքում։ Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում նոր ծանոթություններին անմիջապես վստահել չշտապել, տալ ժամանակ նրանց ավելի լավ ճանաչելու համար։ Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, մտավոր վերականգնման եւ բնության մեջ ժամանակ անցկացնելու համար։ Փոքրիկ ընդմիջումները կօգնեն վերականգնել ուժերը եւ պահպանել էներգիայի կայունությունը։ Ընդհանուր առմամբ ջրհոսների համար այսօր բարենպաստ օր է նախաձեռնողականության, ստեղծագործության եւ հաղորդակցության համար։ Եթե
պահպանեք ինքնակառավարումը եւ ուշադրություն դարձնեք մանրուքներին, կարող եք ստանալ հաճելի, անակնկալ եւ օգտակար արդյունքներ, ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային կյանքում։ Ձկները։ Այսօր ձկների համար օրը հագեցած է հույզերով եւ ներքին զգացողություններով։ Ձեր ինտուիցիան ուժեղ է, ուստի հեշտությամբ կզգաք մարդկանց մտքերը, տրամադրությունը եւ շրջապատի մթնոլորտը։ Դա հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել, սակայն պետք է զգուշ լինել, չմասնակցելով ուրիշների խնդիրներին չափազանց ակտիվ։ Օրվա սկզբին կարող է առաջանալ հոգնածություն կամ տրամադրության անկում, հատկապես եթե փորձեք միաժամանակ լուծել շատ խնդիրներ կամ մասնակցել վեճերին։ Հոգնածության դեպքում ավելի լավ է փոքր ընդմիջումներ կատարել, զբաղվել հանգստացնող գործունեությամբ կամ ստեղծագործական հոբբիով, նկարչությամբ, երաժշտությամբ կամ գրությամբ։ Ձկների համար այսօր բարենպաստ է շփումը մտերիմների, ընկերների եւ նոր ծանոթների հետ։ Հնարավոր են հետաքրքիր գաղափարներ, նոր առաջարկներ կամ համագործակցության հնարավորություններ, որոնք կբացեն դեպի ստեղծագործական եւ անձնական աճի նոր դարպասներ։ Միշտ ապեք ուրիշներին վստահել, հանուն ինքներդ ձեզ ժամանակ տվեք, մարդկանց ավելի լավ ճանաչելու համար։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ հանդիպումների, մտերիմների հետ հաճելի զրույցների կամ ընտանեկան ժամանցի համար։ Զգայական աջակցությունը կարող է շատ օգտակար լինել, հատկապես եթե զգում եք հոգնածություն կամ ներքին անապահովություն։ Ընդհանուր առմամբ ձկների համար այսօր հնարավոր է միաժամանակ զգալ ներքին խաղաղություն եւ ակտիվություն։ Կարող եք վերականգնել ուժերը, բացահայտել նոր ստեղծագործական կողմեր եւ կառուցել ներդաշնակ հարաբերություններ շրջապատի հետ։ Եթե աստղերի ուղերձը համընկավ ձեր օրվա հետ, աջակցեք մեզ ձեր հավանությամբ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ալիքին։ Միշտ առաջինը լսելու նոր կանխատեսումները։